Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը։ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի եւ IRD Engineering իտալական ընկերության միջև ստորագրվել է ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը, որով պաշտոնապես տրվել է ծրագրի մեկնարկը։ Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպան Ալեսանդրո Ֆերանտին, վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, IRD Engineering ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին, նաև կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Հայաստանի համար ծրագրի ռազմավարական նշանակությունը։ Այս ծրագիրը այն գործնական արտացոլումն է Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության, քանի որ կառուցվող կենտրոնը դառնալու է տարածաշրջանային կայունության եւ տնտեսական համագործակցության ժամանակակից եւ նորագույն տեխնիկայով հագեցած հանգույց։ Այսօր ստորագրվող պայմանագիրը ոչ միայն պաշտոնական փաստաթուղթ է, այլև մեր ընդհանուր պատասխանատվության, վստահության հավակնոտ տեսնականի խորհրդանիշ է։ Ըստ միջոցառմանը ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը կարևոր ներդրում է տարածաշրջանային գործակցության եւ առևտրի դյուրացման, նաեւ ենթակառուցվածքային զարգացման գործում։ Այս խոշոր նախաձեռնությամբ Հայաստանի հարավում կձևավորվի նոր տնտեսական եւ լոգիստիկ հանգույց, միտված միջազգային բեռնափոխադրումների եւ մաքսային գործընթացների սպասարկման արդիականացմանը, նաեւ ժամանակակից եւ թվայնացված մաքսային միջավայրի ձևավորմանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14.4 միլիոն եվրո եւ ֆինանսավորվում է վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի վարկային ու դրամաշնորհային միջոցներով, նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ։